Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Ինչպես իմ հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի։ Հովհաննես 15:9։ Ինչպես հայրը սիրում է որդուն, այնպես էլ Հիսուսը սիրում է իր ժողովրդին։ Ինչու՞մն է աստվածային այս սիրո յուրահատկությունը։ Հոր սերը որդու նկատմամբ չունի սկիզբ, և Հիսուսը նույնպիսի սեր է տածում իր անդամների հանդեպ։ Հավիտենական սիրով սիրել եմ քեզ։ Երեմիա 31:3։ Դուք կարող եք հիշատակել մարդկային մտերմության սկիզբը, կարող եք հեշտությամբ գտնել Քրիստոսի հանդեպ ձեր սիրո սկիզբը, սակայն նրա սերը մեր հանդեպ վարար հեղեղ է, որի սկզբնաղբյուրը ծածկված է հավիտենության մեջ։ Հայր Աստծո սերը Հիսուսի հանդեպ անփոփոխ է, քրիստոնյա, ընդունիր սա որպես մխիթարություն, որ Հիսուս Քրիստոսի սերը չի փոխվում նրանց նկատմամբ, ովքեր հանգիստ են գտել նրա մեջ։ Գուցե երեկ դու վեր ես ելել Թաբոր սարը, դատավորաց 4:12, և ասել նա սիրում է ինձ, իսկ այսօր թեև նվաստացման հովտում ես, բայց նա շարունակում է նույն կերպ սիրել քեզ։ Հերմոնում և փոքր սարի վրա, Սաղմոս 42:6, դու լսել ես նրա սիրալիր ձայնը, որն այնքան քաղցր է խոսել քեզ հետ, իսկ հիմա գուցե ծովում ես հայտնվել, և նրա ահեղ ալիքներն ու կոհակներն անցնում են քո վրայով, սակայն նրա սիրտը հավատարիմ է իր որոշմանը։ Հոր սերը որդու նկատմամբ անսպառ է, և այդպես էլ Հիսուսն է սիրում իր ժողովրդին։ Ով Սուրբ, մի վախեցիր կորսվելուց, որովհետև նրա սերը քո հանդեպ երբեք չի դադարի։ Վստահ եղիր, որ Քրիստոսը քեզ հետ նույնիսկ գերեզման կգա և այնտեղից էլ անձամբ կառաջնորդի քեզ դեպի երկնային սարերը։ Ավելին, հոր սերը որդու հանդեպ անչափելի է, և որդին էլ նույնպիսի սիրով է լցված իր ընտրյալների հանդեպ։ Քրիստոսի ամբողջ սիրտը նվիրված է իր ժողովրդին։ Նա մեզ սիրեց և իր անձը մեզ համար մատնեց։ Գաղատացիս 2:20։ Նրա սերն ամեն գիտությունից գերազանց է։ Եփեսացիս 3:19։ Օ, մենք իսկապես սքանչելի փրկիչ ունենք, թանկագին փրկիչ, որի սերը մեր հանդեպ անսկիզբ, անփոփոխ, անսպառ և անչափելի է, ճիշտ ինչպես հոր սերը նրա նկատմամբ։ Այս խոսքերի մեջ բավականաչափ կերակուր կա նրանց համար, ովքեր ի վիճակի են մարսելու դրանք։ Թող Սուրբ Հոգին կշտացնի մեզ դրանց պարարտությամբ։